Շնորհակալ եմ շատ, հարգելի ներկաներ։ Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ներառական զարգացում, ձեռքբերումներ եւ անելիքներ խորագրով համաժողովին, որը նվիրված էր Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրների լուծմանը։ Կառավարության ղեկավարը իր ելույթում շեշտել է, որ 2023 թվականից ի վեր այս հարցը եղել է գործադիրի առաջնահերթությունների շարքում եւ պետբյուջեից արդեն իսկ հատկացվել է շուրջ 145 միլիարդ դրամ տարբեր սոցիալական եւ աջակցության ծրագրեր իրականացնելու համար։ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ իրենց նպատակն է օգնել տեղահանված հայրենակիցներին վերջնականապես հաստատվել Հայաստանում։ Ես շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին, որ այդ փնտրտուքի հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան, որովհետեւ ես կարծում եմ, որ ինձ համար ակնհայտ է, որ մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ Հայաստանի Հանրապետությունում օգնենք ամեն ինչով աջակցենք, որ ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, երկրորդը տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ հարատև իրենց ընտանիքների ճակատագիրը կապեն Հայաստանի Հանրապետության հետ։ Մեզ պետքա ձեզնից ազդակներ ստանալ, թե էլ ինչ պետք է անենք, որպեսզի այդ հարցը հնարավորինս արդյունավետ լուծենք։